Հիմնականում զբաղվելով լրագրությամբ, չունենալով վիպասանի համար որոշակի լուրջ հմտություններ, ամեն դեպքում Նիկոս Կազանձակիսը ստեղծում է չկրկնվող, սքանչելի, յուրօրինակ մի վեպ, էկզիստենցիալ վեպ, որը կարծես թե հենց իր հետ էլ պատահել է մի ժամանակ Հունաստան ճամփորդության ընթացքում, ուրեմն հանդիպում է ույն Զորբային, շատ շփվելով Զորբայի հետ, ծանոթանալով նրա կերպարին, այս գրքի ստեղծման պատճառն է դառնում 30 տարի անց։ Գրքի մասին նաև ֆիլմ կա նկարահանված 1964 թվականին, ստացել է 3 Օսկար։ Գրքի մասին կան շատ ներկայացումներ, բեմադրվում են տարբեր երկրներում, մինչև հիմա էլ։ Ինչի մասին է գիրքը։ Գիրքը կատակերգություն է, վշտի մեջ։ Գիրքը փիլիսոփայություն չէ, բայց Զորբան, բառից բուն իմաստով Զորբան, շատ է սիրում փիլիսոփայել և խոսել ամեն ինչի մասին։ Այստեղ ամեն ինչի մասին խոսում է։ Ինչ որ գիտեք, ինչ որ ձեզ հետաքրքրի, նույն Զորբան ձեզ կպատմի։ Հավատացեք, Զորբան շատ լուրջ կերպար է, շատ խարիզմատիկ կերպար է, ընդհանրապես հասարակության մեջ, կարծես թե Զորբաների պակաս շատ կա։ Ինչու կարդալ վեպը, հիմնականում երիտասարդների շրջանում շատ լուրջ օգուտ կտա, ինչպես նաև մեծահասակները ևս կարող են կարդալ և կյանքին նայել արդեն ավելի լուրջ և որոշակի նրբություններին շատ ուշադրություն դարձնել։ Նիկոս Կազանձակիսը գրեց այս վեպը, որպեսզի հանրությունը ծանոթանա և տեղեկացված լինի այն ամենի մասին, ինչի մասին որ պատկերացում չունի, և դրան օգնում է Զորբան։ Կարծես թե կատակերգություն է, կարծես թե ձեր ծիծաղը կգա կարդալուց այս վեպը, բայց իրականում շատ վիշտ կա մեջը, տանջված կերպար է ամեն դեպքում Զորբան։ Կարդացեք այս վեպը, կսկսեք երևի թե կյանքին ավելի ուրիշ տեսանկյունից նայել։ Եվ այսպիսով ես որոշում եմ իմ բոլոր կարդացած գրքերը ներկայացնել այս ֆորմատով, գրառումներ երևի թե չեմ անի, չնայած ես գրքերը կարդում եմ հիմնականում PDF տարբերակով, և եթե ես ունենամ հնարավորություններ կարդացած գրքերը ունենալու, ձեզ անպայման կներկայացնեմ այս կերպով, եթե ոչ, կներկայացնեմ գրառումների տեսքով, եթե մինչև հիմա լսում եք ինձ, շնորհակալություն, շատ հաջողություն։